Հունիսի 7-ի վաղ առավոտյան Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող Չինարի գյուղում էինք։ Լույսը նոր էր բացվել, սակայն գյուղում արդեն աշխուժություն էր նկատվում։ Ճանապարհին հանդիպեցինք Գորին, ով այգի էր շտապում։ Հենց նրա խոսքից էլ հասկացանք, որ ադրբեջանական դիրքերից արձակվող կրակոցները չինարեցիների համար սովորական երևույթ են դարձել։ Ո՞նց է անցել գիշերը այսօր։ Նորմալ կրակոցներ են, բայց այտենց ուժեղ մանր էլի ավտոմատներից բանից։ Վերևից էին կրակում դիրքերից, հա։ Ո՞վ ես գնում։ Այգիներ են։ Վտանգավոր չի։ Վտանգավոր է, բայց գնում ենք մեր այգիները մշակ ենք էլի։ Սպասում ենք թոշակը ստանամ քեզ։ Գյուղում նորմալ ամեն ինչ, պարզապես դիրքերում է էլի, փոխրաձգությունը լարված է էլի, լարված է թանգարան։ Ախ, փմախտեն ինչ ալեր։ Դուք ինչ որ մենք վախող չենք ախտել։ Գիտես հետա քիվոր ներք վրա չեն կրակում, ցան հանգստանում ենք ախտել։ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը չի թաքցնում, որ գյուղում մի քանի օր է ինչ լարվածությունը ավելացել է։ Դաշտերում հնարավոր լինում է աշխատել։ Վերև հատվածում ոչ։ Վերև հատվածում ոչ 10 քանիերորդ տարին ամենը թողերը չեն կարողանում մշակել, քանի որ տեսանել են թշնամու հնագետերից եւ թշնամին այնտեղից սանձարձակորեն խանգարումա չի թողում, որպեսզի մենք կարողանանք կատարենք մեր գյուղացական աշխատանքները։ Քանի հեկտար կլինի, որ չի մշակել։ Մոտարապես գյուղացական նշանակության արոտավայրերը միասին 700 հեկտար տարածք։ Գիշերային ժամերին մեկ նաեւ մի քիչ համարցակները կարողանում են հնձել ձմեռվա իրենց սանասունների խոտը։ Գյուղի կենտրոնում մի քանիսը նարդի էին խաղում։ Հա, բա ինչ անա։ Առավոտ չուտ ինչով զբաղվա։ Ուրիշ զբաղմունք չկա։ Ոხի չկա գիլաս փչանում է։ Միշտերի ճարմ տանի քաղին տալը չկա թափել տակ։ Կախությունը թող չանում։ Գիշերը ո՞նց է անցել։ Ես գիշեր վերև մի կրակոցներ կար, խոբան ենք ասում, խոբան մաս։ Մանա պոստում։ Դա մեզ համար արդեն սովորական բան է դառել։ Հավաստի տվյալներով նրանք ավելի շատ են զոհեր տվել, քան թե մենք։ Շատ ենք տուժվել, տեսել են, որ արժանի պիտի հակահարված անպայման հասնի։ Հիմա էլ այս ճանապարհով անցնելը վտանգավոր է, փողոցում։ Աստիկան մեզ վիճակում էլ է վտանգավոր։ Այնց ինձ։ Իներ գալուց են ծեր վտանգավոր, ինչ տարբերություն։ Ցանկացած պայս է վտանգավոր։ Այստեղ նարդի խաղալուց է կարող գրակել պատահական կապնեք։ Իմ հետևի բարձունքում ադրբեջանական դիրքերն են, որտեղից պարբերաբար կրակոցներ են հնչում Չինարի գյուղի ուղղությամբ։ Գյուղը կարծես ափի մեջ լինի, սակայն չինարեցիները անտեսելով այդ վտանգը աշխատում ու արարում են։ Կրակոցների հետքերը մինչ օրս գյուղի մի քանի տաների ու մանկապարտեզի պատերին են։ Հունիսի 7-ին մանկապարտեզում երեխաների համար միջոցառում էր կազմակերպվել։ Երեխաները մանկապարտեզ էին մտնում հենց այն պատի տակով, որի վրա կրակահերթերի հետքեր կային։ Այլ ճանապարհ չկար։ Նույնիսկ մի չպայթած գնդակ կա պատի մեջ, ցույց էր տալիս մանկապարտեզի տնօրեն Փարանձե Մաղասյանը։ Ասենք որ կրակում են, անպայման մանկապարտեզն էլ է կպնում, որովհետև անմիջապես թիրախում ենք մենք, հենց առաջին գիծ ենք համարվում մենք։ Այս ալրիկ, այս պատերին բոլորը կրակվածների հետքերն է։ Նայեք այս սև մասը երևում է չպայթած նայեք։ Բայց աշխատում ենք մեր բնական կյանքով, չենք վախենում համարյա թե կրակոցնից համար սովորական բան է դարձել։ Մանկապարտեզում երեխաների համար հատուկ պատասպարան թաքստոց են պատրաստել, որտեղ պատասպարվում են երեխաները, երբ կրակահերթեր են հնչում։ Այստեղ ոչ մի վտանգ չի լինի, երեխաներին այստեղ կանգնում եք, բարձր երաժշտություն եք ստացնում, որ ուրախանան կամ իրենք երգեն, իրենց երգել ենք տալիս, որպեսզի իրենք կրակոցների ձայնը չլսեն։ Իմչալոց մեր երեխաները հայրենասիրական երգեր ավելի շատ գիտեն, քան մանկական, որովհետև պատերազմի դաշտում են ապրում անընդհատ այդ հայրենասիրական երգերն ենք սովորեցրել, ու այնպես ենք անում, որ իրենք չզգան, չլսեն, չվախենան։ Կան երեխաներ, որ հասկանում են, կան երեխաներ, որ չգիտեն էլ ինչ է այդ կրակոցը կամ ինչ հետևանքներ ունի։ Կրակահերթերի վտանգի տակ ապրող չինարեցիների շրջանում հետևյալ կատակն է տարածված։ Ասենք որ մի օր չեն կրակում, մենք դաժե զարմանում ենք, ասում ենք, «Էս ինչ պատահեց մեր հարևաններին, որ այսօր չկրակեցին, հոբանման չի պատահել»։ Ծառերն են թուրքերից վախենում։ Չեն բռնում, այս տարի արտակարգ բերք կա, բայց դե տեսնենք թուրքերը կթողեն, որ վայել ենք թե չէ։ Սոնյա Հովակիմյանը Չինարիի դպրոցում երկար տարիներ ռուսերեն է դասավանդում։ Պատմում է, որ մինչ օրս նույնիսկ ամենալարված իրավիճակում մեկ դասաժամ անգամ բաց չեն թողել։ Ինչ դրական բան կհիշեք։
Գյուղը որ դատարկվել է, բալես ես չեմ կարողանում մի դրական լավ բան հիշեմ ու ասեմ։ Դե ինչպես ասում ճանապարհներ են սարքում, բան են անում, գազ են բերել, ես ինչ եմ անում, ջուրը, ամեն բան լավ բաներ բերել են մեզ համար, բայց ու պիտի օգտագործի ծերերը, սա ջահելները փախած։ Երեխա չկա, դպրոցում 100 երեխա եմ մնացել, մանկապարտեզից այսօր ավարտողները 8 երեխա են։ Ինչ դրական բան հիշեմ, ինչ լավ բան հիշեմ, որ ասեմ, բալես։ Ադրբեջանական դիրքերից մի քանի 100 մետր ներքև գտնվում է Խորանաշատի վանքը։ Այն շատ վտանգավոր տեղում է, սակայն չինարեցիները պարծենում են, որ կարողանում են բարձրանալ վանք, մոմ վառել, անտեսելով կրակոցները։ Խորանաշատում արված նկարները կարելի է տեսնել չինարեցիներից մեծ մասի բջջային հեռախոսներում։ Մի քանի անգամ էլ մհերն էր բարձրացել Խորանաշատ։ Դու ես նկարել։ Բայց չես վախենում, որ բարձրանում ես վերև։ Ուշադրության կենտրոնում եմ, գնում են գալիս էլի, ուշադիր, թե որը բային կախապեն։ Քանի անգամ ես բարձրացել եկեղեցի։ Մի 4 անգամ երևի։ Մեկ որ մի քիչ շատ ենք ու քեֆովանում, մեկ մտքներս ասնում, հա, պետք է նայել եք։ Մարդիկ կլավացել են բրծել։ Ինչ է, որ մենք չգնանք ուրիշ օր պետք է գնանք։ Չնայած սահմանամերձ Չինարիի գլխին գրեթե ամեն օր կախված է կրակահերթերի տարափի վտանգը, այդուհանդերձ նկատեցինք, որ գյուղում տարբեր աշխատանքներ են իրականացվում։ Գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով Չինարին գտնվում է պետության ուշադրության կենտրոնում։ Վերջին տարիներին բավականին ներդրումներ են կատարվել համայնքի համար։ Գյուղ ամբողջությամբ գազաֆիկացվել է, խմելու ջուրի 320 ծորակով ավարտել են 11 թվականին, ոռոգման համակարգերը, ոռոգման ջուր ունենք, համայնքային կենտրոնը վերանորոգվել, այսօր էլ ընթանում են Չինարի բերճանապահ ասֆալտաբատման աշխատանքները։ Չինարիից հետո եղանք նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, որին հարող սահմանային հենակետերից մեկում օրեր առաջ ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ էր արել։ Գյուղում վտանգավոր է այդ իմաստով։ Շատ վտանգավոր է, համարյա կպածա, Երևակայի օթային կիլոմետրով չափով կիլոմետր ու կես հազիվաներ ազնաբլյուդատելը, որ հիմնված է մեր հենց քաղաքի վրեն օգտագործելու հողեր բաներ մասերում չկա։ Ոչ, մի հատ հողամաս չեն օգտագործում։ Որտեղ տրակակետի տակ է։ Բայց հողամաս խոթարքա վարելա հողը, անմիջապես շատ վարելա հողը, ժողովուրդ չեն կարող։ Որտեղ իր թուրքի նաբլյուդատելի հենց տակնա տրած։ Գյուղում նորմալ է։ Լարվածություն բան չկա։ Լարվածություն չկա գյուղում, բայց ժողովուրդը կվա մեջ ահի մեջ էին եկել, վախեցել էին։ Ի տարբերություն չինարեցիների, ում համար կրակոցները սովորական են դարձել, ճամբարակցիներն ադրբեջանական կողմի գործողություններից անակնկալի են եկել, ասում էին, որ մի քանի տարի է, ինչ կրակոցի ձայներ չէին լսել։ Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեգամ Հարությունյանի համոզմամբ Ղարաբաղյան խնդրի շուրջ սպասվող նոր բանակցություններին ընդառաջ Ադրբեջանը փորձում է հանդես գալ ուժի դիրքերից, ինչով էլ եւ պայմանավորված են ադրբեջանական կողմի գործողությունները սահմանին։ Վերջին տարիներին բազմիցս առիթ ենք ունեցել լսելու Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից այդպիսի հայտարարություններ, որ նրանք կատարել են միլիարդավոր ներդրումներ իրենց բանակի մեջ, որ բանակը մարդունակ է, բանակը կարող է եւ Ադրբեջանը կարող է Ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով եւ ինչ-ինչ լրջություն հաղորդելու համար այս հայտարարություններին նրանք սահմանում պահում են լարվածություն։ Բանախոսը տեղեկացրեց, որ զինապարտության մասին օրենքում կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես, եթե նախկինում օրենքը ժամկետներ էր սահմանում, թե Հայաստանում երբ է կարելի զորակոչ անցկացնել, նախագահի հրամանագրով տարին 2 անգամ՝ ապրիլ-հունիս եւ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ապա այս մարտին օրենքում կատարված փոփոխություններից հետո ժամկետային սահմանափակումները փաստորեն վերացված են։ Գեգամ Հարությունյանին հարցրեցինք, զորակոչի անցկացման կարգում կատարված փոփոխությունն արդյոք պայմանավորված է Ղարաբաղյան հակամարտությամբ եւ վերջին շրջանում սահմանին նկատվող լարվածության աճով։ Բացարձակապես այդ մտահոգությունը անտեղի է։ Սա ուղղակի այս փոփոխությունը կապված է էլի այն 12-րդ դասարանցիների հանգամանքով, պետք է հնարավորություն տալ նրանց, որպեսզի նրանք հանձնեն նաև ընդունելության քննություն բուհերում եւ նաև արդյունքները ամփոփվեն, որի արդյունքի վրա կլինեն իհարկե զորակոչիներ, որոնք կստանան տարկետման իրավունք։
Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում, այս մասին այսօր հայտարարեց Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, պատասխանելով Ազատություն ռադիոկանի այն հարցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ նախագահական ընտրություններում ընդդիմադիր քաղաքական դաշտը եւս մեկ անգամ համախմբվի Տեր-Պետրոսյանի շուրջ։ Կորեկտ չի, ես այդ մասին խոսեմ, որտեղ ես այլ ուժ եմ ներկայացնում, ես իմ անձնական տեսակետից կարող եմ կրկնել այն իմ միտքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել։ Ես ասացի իմ կարծիքը, ասացի եւ ես չեմ քննարկել։ Հիշեցնենք 2008 թվականի նախագահական ընտրություններում Արզումանյանը Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր, սակայն 2011-ին նա դուրս եկավ ՀԱԿ-ին մաս կազմող ՀՀՇ-ից։ Ալեքսանդր Արզումանյանը կիսում է այն տեսակետը, որ եթե ընդդիմադիր դաշտը հանդես գա նախագահի միասնական թեկնածուով, ապա հաղթելու ավելի մեծ շանսեր կունենա։ Նախկին արտգործնախարարի համոզմամբ փորձը ցույց է տվել, որ երբ ընդդիմությունը ունեցել է միասնական թեկնածու, ապա այդ թեկնածուն լուրջ խնդիրներ է հարուցել գործող նախագահի համար։ 96-ին էլ այդպես եղել, 98-ին էլ այդպես եղել, 2003-ին էլ, 2008-ին էլ։ Ես լինելով 2008-ին միասնական թեկնածուներից մեկի շտաբի հետո կարող եմ ասել, այո, դա շատ նպաստեց, որ եղավ հասարակական կոնսոլիդացիա, տարբեր ուժերի մոբիլիզացիա եւ կարողացավ ժողովուրդը ոտքի կանգնել եւ իր պահանջը առաջ քաշել։ Պատասխանելով մեր այն հարցին, թե որքանով է հավանական համարում, որ այս անգամ նույնպես նման կոնսոլիդացիա կլինի եւ ընդդիմադիր դաշտը կկարողանա համախմբվել մեկ թեկնածուի շուրջ, Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց 2007 թվականը, երբ որևէ մեկը չէր էլ մտածում, թե ընդդիմությունը հնարավոր է միասնական թեկնածուով հանդես գա։ Կյանքը թելադրում է իր լուծումները եւ կգա ժամանակը լուծումներ կգտնվեն վստահ։ Իսկ թե ում կսատարի մի քանի ամսից տեղի ունենալիք նախագահական ընտրություններում նորաստեղծ Ազատ դեմոկրատները, որի կորիզը ՀՀՇ-ից հեռացած անձինք են, Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ եթե Ժառանգության վարչության նախագահ Ռաֆի Հովհաննիսյանը որոշի առաջադրվել, ապա իրենք կսատարեն հենց նրա թեկնածությունը։ Դերևս պարզ չի պարոն Հովհաննիսյանի վերջնական որոշումը սեպտեմբերին որոշի։ Եթե պարոն Հովհաննիսյանը որոշեց այնուամենայնիվ առաջադրվել, ակնհայտ է, որ լինելով միասնական թիմի մաս մենք կաջակցենք իր թեկնածությանը։ Ներքաղաքական խնդիրներից բացի նախկին արտգործնախարարն անդրադարձավ նաև սահմանում վերջին օրերի լարված իրավիճակին։ Արզումանյանի համոզմամբ պատերազմը հնարավոր է վերսկսվի, եթե Ադրբեջանը վստահ լինի, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտված է եւ ադրբեջանական բանակը կարող է հարցին տալ ռազմական լուծում։ Ես վստահ եմ, որ բալանսը ինչպես եղել է հօգուտ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի, այնպես էլ շարունակում է մնալ։ Այստեղ շատ կարեւոր է, որ այդ բանակի պրոֆեսիոնալ գործողություններին զուգընթաց լինի պրոֆեսիոնալ նույն մակարդակի դիվանագիտություն, ինչը ցավոք սրտի մենք չենք տեսնում։ Դիվանագիտական ֆորումներում դիվանագետները մեր պետք է այնպես անեն, որ նման հնարավորությունները, ուրեմն նման պրովոկացիաները բացառվեն եւ ստանան adekvat պատասխան նաեւ միջազգային հանրության կողմից։ Ազգային ժողովի կանոնակարգում նշված է, խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ։ Բարգավաճ Հայաստանը կանի նման հայտարարություն, թե ոչ խմբակցությունը դեռ չի որոշել, Օսկանյանն ասաց, պետք է քննարկեն։ Երբ կառավարության ծրագիրը բերվի ազգային ժողով, կարծում է Օսկանյանը, հնարավոր կլինի ճիշտ գնահատական տալ ազգային ժողովում Բարգավաճ Հայաստանի կարգավիճակին։ Իսկ ահա կառավարության ներկայացրած ծրագրի հարցում Բարգավաճ Հայաստանը գաղափարական պայքարի մեջ է մտնելու, հավելեց։ Դեմ թե կողմ կլինեն, ասաց պետք է ուսումնասիրեն։ Բայց ես ինքս անձամբ շատ ուժ չունեմ, որ ինչ-որ բան է փոխվելու, որովհետև գլխավոր կադրային փոփոխությունը տեղի չունեցավ։ Այսինքն վարչապետը արդեն վերանշանակվել է։ Ցանկալի կլիներ, որ կադրային ինչ-որ լուրջ փոփոխություններ լինեին, որովհետև մի թիմ, որ 5 տարի տնտեսական քաղաքականություն է իրականացրել եւ հաջողությունների չի հասել, այդ նույն թիմը ուղղակի չի կարող վստահություն ներշնչել հասարակությանը, բիզնեսին, արդեն մեր ինչ-որ սկզբնակետը այնքան դրական չի, բայց նորից ես չեմ ուզում իրեք նախաբաշարվեմ, սպասենք տեսնենք ինչպես է ծրագիր կներկայացնի։ Ճիշտ է, պարոն Օսկանյան, որ վարչապետի փոփոխության հարցում դուք չեկաք համաձայնության հանրապետականի հետ։
Բանակցությունները եղել են Բարդակյանի եւ նախկայի միջև, արդյունքը այն է, որ չկա կոալիցիա, մնացածը ես կարծում եմ, որ արդեն էական չի։ Հովիկ Աբրահամյանը չէր բացառել, որ Բարգավաճ Հայաստանը նախագահական ընտրություններից հետո կարող է նոր կոալիցիայի մաս կազմել։ Վարդան Օսկանյանն ասում է, այժմ իրենք կոալիցիայում չեն, թե հաջորդ քայլերն ինչպիսին կլինեն, ժամանակը ցույց կտա։ Նախորդ տարի թարմացված կոալիցիոն հուշագրից հետո, երբ Բարգավաճ Հայաստանը հայտարարել էր, թե 2013-ին կսատարի գործող նախագահի թեկնածությունը, իրավիճակ է փոխվել, կուսակցությունը նոր կոալիցիայում չկա, նշեց Օսկանյանը։ Դոլարի գինը շարունակական տեմպերով կաճի։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Իմ հաշվարկով մոտակա ամիսներին կհասնի 430, իսկ կան էքսպերտային կարծիքներ, որ տարվա միշտ տարի դա կկազմի մոտավորապես մինչև 480, իսկ 500 քանի եւ 14 թվականի մինչև կաճի։ Կանխատեսումները ընդդեմ շատ վտանգավոր է, բավականին ռիսկային է։ Ինչ առումով։ Հայաստանը ընդհանրապես անկանխատեսելի երկիր է, հիմա ես մի քանի թիվ կասեմ, օրինակ տնտեսական բոլոր տեսական մոտեցումներին եւ դատողություններին հակառակ է աշխատում են։ Դոլարի հետ կապված, նախ բարձր որ մեր մոտ իսկապես դոլարը արժեվոր էր, երկիրը կարիք ունի դոլարի։ Դեռևս 2012-ին է շատ լուրջ պարտքային պարտավորություններ ունենք մարելու։ Դոլարի գնի աճը ըստ բանախոսների ունի եւ դրական եւ բացասական կողմեր։ Արտահանողի տեսանկյունից սա դրական գործընթաց է, որովհետեւ հարկերը աշխատավարձը վճարվում է դրամով, գնումների մի մասը նույնպես կատարվում է դրամով։ Տրանսֆերտների դեպքում բնակչության նույնպես լավ է, որովհետեւ երբ որ նա ուղարկում է դոլար եւ դա վերածվում է դրամի, դա ավելի մեծ զանգված է, շուկայում առևտուրը ավելի, ասենք թե կազմակերպելու համար։ Եթե դուք հիմա ուշադրություն դարձեք, մեր ներդրումային վիճակն է վատացել։ Եթե դուք ակնկալիք որևէ ունենաք, որ մի որևէ երկիր կգա այստեղ ներդրում կանի չի լինելու, որևէ բիզնեսմեն չի լինելու, առանց այն մենք ռիսկային գոտում ենք։ Մեզնից կախված կամ անկախ, եսի նկատում են շրջափակում, եսի նկատում են պատերազմական վիճակ, դուք արդեն հասկանում եք, ինչ է նշանակում այս 4 օրվա այս պատերազմական վիճակը Հայաստանի սահմաններում։ Սա նշանակում է, եթե պոտենցիալ ինչ-որ մի ներդրող կա չի գարում։ Ամփոփելով խոսքը բանախոսները եկան այն եզրակացության, որ մեր տնտեսությունն այսօր պատրաստ չէ ավելի ցածր դոլարի կուրսով աշխատելու։ Այդ իսկ պատճառով դոլարը կշարունակի աճել։ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում մի ամբողջ թաղամաս վտանգի մեջ է։ Զողանքի հետևանքները Գերեզմանատան վերևի թաղամասում օր-օրի ավելի նկատելի են դառնում, իսկ այստեղ բնակվող 90 ընտանիքները այլընտրանք չունեն եւ ստիպված են բնակվել, ինչպես իրենք են ասում, հոսող թաղամասում։ Լավ փլվել են, արդեն հող է իշխում, տեսեք թեքություն էլ ա տվել։ Խոհանոցը գից գարուշ չի, խոհանոցը կտրած գալիս այ հիմնական պատը էսա կտեսնեք թե ինչքան է հեռացել։ Գյուղի բնակիչները դժգոհում են, որ գյուղը դուրս է մնացել կառավարության ուշադրությունից, իսկ Սողանքի հետևանքով առաջացած ճեղքերն էլ ավելի են մեծացել վերջերս հարևան երկրում տեղի ունեցած երկրաշարժերից։ Մի օր 3 երկրաշարժ ելա, 2 անգամ ուժ եղեր, 3-րդ անգամը թեթևակի էր։ Տանից դուրս դառնք վախծանք։ Ինչ ասեմ։ Ոսկի տակ ընկած թաղամասը պասպորտ չունենք, տան չունենք։ Օդը մկախլած օգնենի։ Նշեմ, որ առաջին անգամ գյուղում սողանքային երևույթներ նկատվել են դեռևս 1993 թվականին։ Բնակիչները պատմում են, որ այդ ժամանակ Ճապոնիայից եկած մասնագետները տեղանքը ուսումնասիրելուց հետո ասել են, որ թաղամասը դեռ 15 տարի կգոյատևի։ Հորատեցին, մեկն էլ հարևանեստարանն է, խողովակներով, տենց 15 մետրի վրա ջուր էին հայտնաբերել, ու ասել էին, որ թաղամասը 15 տարի կգոյատևի։ Ժամանակի ընթացքում մի քանի ընտանիքներ ստացել են փոխհատուցում, իսկ մյուս ընտանիքները թեև պիտի ստանային, սակայն մինչ օրս սպասում են։ Ընդունեցին 3-րդ կարգ, որպես մասան փոխհատուցեցին 50-200 չափով, 200,000-ի չափով։ Ու ոչ մեկին սեփականաշնորհման վկայական չտվեցին։ Պատճառաբանելու, որ սողանքի տակ է։ Հիմա որ դիմում ենք համապատասխան մարմիններին վկայական ձեռք բերելու համար, ասում են, որ սողանքի տակ է, եթե սողանքի տակ է, թող փոխհատուցեն, եթե սողանքի տակ չի, վկայականները տան սեփականաշնորհման։ Գետահովիտի գյուղապետ Սարգիս Ղազարյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ արդեն 1 տարի է ինչ սողանքային երևույթներն ակտիվացել են թաղամասում եւ շատ լուրջ հետևանքներ են թողել։
ժողովուրդը արդեն ոնց ասած զվախեցած են, չեն կարող իրենց բնականում հանգիստ քնել։ Օրեքաներ ջրագծերը փոկվում է։ Սողանք հետևած երկարում տալիս փոկվում է։ Ջրագծեր ունենք ոնց որ կամարա դարձել արդեն։ Ու անցած ջուրա թողում։ Սողանքի առավել վտանգավոր գոտում բնակվող 6 ընտանիք տարհանվել է։ Ներկայումս 90 ընտանիք շարունակում է բնակվել սողանքավտանգ գոտում եւ ենթակա է տարհանման։ Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից Ազատություն ռադիոկայանին փոխանցեցին, որ հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրի շրջանակներում որպես պետական աջակցություն գումար կհատկացվի 1 ընտանիքի։ Բուկմեյքերական ընկերությունները մեծադիր պաստառներով Երևանի փողոցներում հրավիրում են խաղադրույքներ կատարելու։ Հին աշխարհի առաջնությունը սակայն շատ մեծ ոգևորություն առայժմ հայ մարզասերների մոտ չի առաջացրել։ Համենայն դեպս մեր այցելության պահին այսօրվա երկու հանդիպումների համար հատուկ են խաղադրույք կատարողներ կային։ Ոչ մեկ երկուսն էլ ոչ ոքի եմ դրել, որովհետև դի վախեցած աղաներ ու աղանել առաջ խաղում է, ոչ մեկն չի ուզում։ Արտը ինձ թվում է։ Իհարկե։ Ինչքան է կատարել խաղադրույք կարելի է մնա։ Չազատ դրամ, բայց կապել եմ իրար ոչ ոքի։ Եվ եթե իրականանան ինչքան եք շահելու։ Մոտավորապես 9,000 դրամ, որ կարևորը գեղեցիկ ֆուտբոլն է։ Չէ, ես իհարկե Հայաստանի կողմից եմ, բայց Հայաստանը բացակայում է դեպի։ Բուկմեյքերական ընկերությունները ոչ միայն իրենց գրասենյակներում, այլև երևանյան սրճարաններում են խաղադրույքներ ընդունում։ Օպերային թատրոնի շրջակա սրճարաններում բացօթյա դիտումներ են կազմակերպելու, տեղադրված են մեծ էկրաններ, ինչպես մեզ փոխանցեց սրճարաններից մեկը ներկայացնող Գաբրիել Գրիգորյանը, թեև սեղանների համար առանձին վճար չկա, սակայն առայժմ նախապես պատվերներ չեն ստացել։ Բնականում հունով ոնց որ միշտ եղել է, այդպես էլ աշխատանքը շարունակվում է, ուղղակի առավելություն նայում, որ մարդիկ կարող են նստել եւ նայել։ Բոլորս ոգեշնչված սպասում ենք, թե երբ է սկսելու խաղերը, որովհետեւ զբաղմունք աղամ լավ ժամանակ անցկացվում, հետաքրքիր խաղադրույքներ են արվում, որը ավելի ասենք ինտենսիվ է սարքում խաղը դիտելու։ Սրճարանում ակնկալում են, որ ֆուտբոլասերների հետաքրքրությունը կմեծանա խմբային փուլից հետո։ Ըստ անցած պրակտիկայի եղել է, որ միշտ պրակտիկան եկել են նախապես սեղանները պատվիրել։ Ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարապողոսյանը չի թաքցնում, որ սպասելիքներ չունի Եվրոպայի առաջնությունից։ Նույնն են ֆավորիտները, մեծ անակնկալներ մարզական մեկնաբանը չի կանխատեսում։ Անսպասելի սենսացիոն թիմերի շրջանակը նույնպես շատ սեղմ էր, նույնպես 3-4 թիմեր, որոնք կարող են մինչև քառորդ եզրափակիչ փուլ, ինչու՞ չէ նաև մինչև կիսաեզրափակիչ փուլ որոշակի առումով անակնկալների հեղինակներ դառնան, իսկ ֆավորիտների շրջանակը նույնն է՝ Գերմանիա, Իտալիա, Իսպանիա։ Առաջատար թիմերի շրջանակը թեև չի մեծացել, սակայն դա ըստ Սենիկ Կարապողոսյանի դեռ չի նշանակում, որ համաշխարհային ֆուտբոլը չի զարգանում։ Իր կանխատեսումներում մարզական մեկնաբանը ավելի շատ հենվում է բացառման սկզբունքի վրա։ Կիսաեզրափակիչում չի տեսնում Անգլիայի ընտրանուն, ինչպես նաև իսպանացիներին, ովքեր ներթիմային լուրջ խնդիրներով են հասել առաջնությանը։ Առաջիկա օրերին որևէ հավաքականի պարտությունը Սենիկ Կարապողոսյանը ցավով չի ընդունի։ Ինձ համար մենակ ու մենակ Հայաստանի հավաքական գոյություն ունի ազգային հավաքականների խաղամակարդակով, իսկ Հայաստանի հավաքականից հետո իմ թիմը պարզապես չկա Եվրոպայում, ընդհանրապես չկա այս առաջնությունում Մեքսիկայի հավաքական։ Սպասում եք աշխարհի ընտրական փուլին։ Սպասում եմ ընտրական փուլին, սպասում եմ այնտեղ նաև առաջին հերթին Հայաստանի հավաքականին։ Մունդիալ 2014-ում։